Նախ ասեմ, որ այսօրվա մեր մշտական անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյան, Արթուր Դավթյան, Վայ Ղազարյան, Արգիս Քարամյան, Անդոյ, это երկնային գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Հալաջյան Կոֆենդեմը, նողջեդի չո դարած դեմդ, պրպու վենձել մե խոտ պետրանից, Քրիստինե Հալաջյան, այսօրվա մեր հյուրերն են, այսինքն անձինքում, որ մենք պետք է անդրադառնանք, ու Ջանգիրան Գագոև, Մալչիկ պայմենի սասուն, ինչպես միշտ կան ու կան, Ուրարտուն խանութների ցանց, սեփականատեր Արմեն Ծատուրյան, ներս կանչեք, Արմավիր քերակատարողական հիմնարկի ղեկավարությանը ներս կանչեք, Քերակատարողական վարության պետին ներս կանչեք, Արդարադատության նախարարին ներս կանչեք, Պատիժները վերահսկող դատախազին ներս կանչեք, Կրթության գիտության բոզի տղեկին ներս կանչեք, Так, մենք կանադառնանք Սասնա ծռերին ներս կանչեք, Գյումրու մարզպետ քաղաքապետ ներս կանչեք, Տաթևիկ Ռևազյանն արդեն սիկտիրելով կարակ ներս չկանչեք, Պեկը եւ այլն, մնացածը ըստ երթականության մենք կանրադառնանք, մինչեւ բուն թեմային անցնելը, քանի որ սկսվելու է խորը դեպրեսիոն թեմաներ մեկը հետևից, ցավոք սրտի, միանգամից ուզում եմ շնորհավորել Միացյալ Նահանգներում ապրող, եթե չեմ սխալվում, Կալիֆոռնիա նահանգում, հանրային ձայն հաղորդաշարի երևի ամենապատանի հետևորդներից մեկի Դավուլիկի ծննդյան օրը, Դավուլիկը դարավ 8 տարեկան երեխա է, բայց հանրային ձայնի ամենամեծ բարեկամներից մեկն է, անգամ կազմակերպել էր, ինչ են ասում, փողոցում դրած առևտուր են անում, հանրային ձայնի համար են առևտուր անում, Դավուլիկ ջան, ես շնորհավորում եմ քո ծննդյան օրը, թող քո մաման պապան քո գլխից անպակաս լինեն, Բալիկ ջան, քեզ լիքը հաջողություններ, քո երեկվա փուչիկներն էլ ես եմ ղերգե, որ դու իմանաս։ Քեզի նվեր։ Նու ինչևից է Դավուլիկին լիքը պատշիկներ եւ շնորհավորանքներ։ Ուրեմն լանչ ռեստորան գոյություն ունի, նկարը ինձ ուղարկել են, փաստորեն լանչ, ես չգիտեմ դա որտեղ է, լանջա, լոնջա Երբանը ռեստորանը որտեղ է գտնվում, բայց հաճախորդներից մեկը նկարը եւ ուղարկել էր, որ այդ բարում գործում է կոկոլալա կոկտեյլ 3800 դրամ արժողությամբ։ Ես իհարկե չգիտեմ 3800 դրամը թանկ է թե ժան այսօր Հայաստանի պայմաններում, բայց ինչևից է կոկոլալան էլ դարավ կոկտեյլ։ Քանի որ գնաց խոսք խմիչքեղենից Էտա կոկտեյլնի եւ այլն, միանգամից եկեք կանադառնանք հենց այդ խմիչքեղենի թեմային։ Արգել է ժողովուրդ։ Այդ մարդամեկ նշանում է, չէ՞։ Այդ արդեն բանախայսա թարը։ Ուրեմն գոյություն ունի Անդակո ՍՊԸ։ Ահազանգը մենք ստացել ենք Պեկից։ Պարոն Աբազյան, պարոն Արթուր Դավթյան։ Ես իհարկե հասկանում եմ, որ Արթուր Դավթյանից մոտ ճամպրուկային տրամադրություն է։ Բայց քանի որ դուք շարունակում եք պաշտոնավարել դեռ որպես գլխավոր դատախազ, այդ իսկ պատճառով ես անընդհատ դիմում եմ ձեզ, պարոն Արթուր Դավթյան, հյութը կարող եք խմել, նարնջի հյութը եւ զատու նշումներն անել։ Ուրեմն Անդակո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետություն ներեմուծում ահազանգը Պեկից է, ամենաթանկ ոգելից խմիչներ, այսինքն 89% ոգելից խմիչների, որոնք ներամուծում Հայաստան, ներամուծում Անդակո ՍՊԸ-ի կողմից։ Իսկ քանի որ իմ կյանքի մեջ շատ սահմանափակ քանակությամբ ալկոհոլ եմ օգտագործել, 13 բաժակ օղի ընդամենը, ինձ անունը ես ուղղակի այդ հարցրեցի կոնկրետ անունները խմիչների, ասեցին Բագարձի,
չգիտեմ այդ ինչա, Jack Daniels, վիսկիներ, ինչ, դոմպինյոններ եւ այլն, նի բոմբում նի լալա, ես չեմ հասկանում սրանից ոչ մի բան։ Այս ընկերության տնօրեններից մեկը Պեկի նախկին վարչության պետերից մեկն է Արտակ Ղուկասյան։ Ես մի քանի անգամ անդրադարձել եմ, որ մի շարք ուժեղ, այսպես ասած, կրոպնակալիբրի հիմնարկ ձեռնարկություններում ֆինանսական տեղակալներ, չգիտեմ, ֆինանսական տնօրեններ, վարչության պետեր եւ այլն, որպես օրը կլում են Պեկից, որպեսզի հարկային դաշտը հնարավորինս նորմալ մանևրեն եւ խուսափեն հարկերից։ Արտակ Ղուկասյանը երկար տարիներ աշխատել է Պեկում, հետո Հովանես Հովսեփյանի հետ, հիշում եք Հովանես Հովսեփյանի, Սրբուհի Գալանի ամուսնու գործատուն էր։ Հովանես Հովսեփյանի հետ գնացել է նախագահի վերահսկողական ծառայություն, հետո ընդեղից հետ է եկել, հետո ստե, հետո ընդե։ Ինչևից է։ Ուրեմն Անդակո ՍՊԸ-ն փաստորեն եւս գտնվում է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին անմիջական հովանու ներքո։ Թուղթ-թանակով Անդակո ՍՊԸ-ի սեփականատերն է համարվում Ոման Փրփուր Աշոտ կամ Աշոտ Կարապետյան, իսկ իրականում ստվերային տերը ես ասեցի Հովանես Հովսեփյան, բայց ամենահետաքրքիրը նա է, որ այս ընկերությունը, այսինքն Հովանես Հովսեփյանի, պատերազմի օրերին Պեկից ստանում է գրություն 20 հոկտեմբերի 2020 թվականին, որ ինքը պարտավոր է պետական բյուջե վճարելու 113 միլիոն դրամ, բայց բնականաբար չի վճարել։ Այդ ընթացքում փոխարենը մարդը վճարում է Աննա Բոլեյնի հիմնադրամին։ Տարօրինակ բան առաջանում։ Քրիստիկ, պետությանը չի վճարում, բայց Աննա Բոլեյնի հիմնադրամին գումարը փոխանցում է։ Եվ պետք կոչված Ռուստամ Բադասյան Բոզի տղեն, հիմիկվա չի թմասի, հələ մի րոպե մենք հասկանանք, մենք ընկած են կոռուպցիայի թալանի, չէ, երկիրը թալանողների հետևից, ընկած ենք, եւ մինչեւ այդ ընկած ենք։ Խնդիրը նա է, որ Հովանես Հովսեփյանի կարողությունները օրեցօրից ավելի է, չգիտեմ, բացահայտվում, բայց ոչ մի բան չի արգրավում։ Այս երկու օր ինձ անընդհատ զանգահարում են Արարատ մարզի բնակիչները։ Պարոն Ղուկասյան, ջուր չունենք, հողամասերը չեն կարում ջրեն, գյուղատնտեսական աշխատանքներ վատ ընդունալի եւ այլն, ասում եմ, բա ձեր ջուրն ուր է։ Ասում է, ջուրը գնում է Հովիկ Աբրահամյանի մկի բաներին, բասեյներին, ձուկա աճացնան Հովիկ Աբրահամյան։ Ասում եմ, հարգելի Արարատ մարզի բնակիչներ, բա որ Նիկոլա եկել էր Արարատի մարզ, ընչիկ վազե փդույն քերինես, ասում ու խռնեի գլգլանը, բասեք, այ բոզի տղա, մենք ջուր չունենք։ Հովիկ Աբրահամյանին էլ ամեն օր, երբ որ դեպուտատ էի ազգային ժողովում, ընկեր Նիկոլ, հլնում էի, ցռում էի քիթու բենին, ասում էի, բանը, պամիդորներով միլիարդատեր են դարը, բա Հովիկ Աբրահամյանի ձկների խաթեր դուցելի Արարատի մարզ, կոշկում ես առնանդամի, չնայած լավ ես անում, հասնում ա դրանց, բայց այնպես, երևույթ, այսօր մեկն էլ նորից զանգել, ասում ա, գիտեք ինչ, Գագիկ Ծառուկյան, մեզ շատ վատ Ծառուկյան, ասում եմ, ինչի պատախի, ասում է, կապուտան և ֆանտան գյուղերի հողերը ապօրինաբար վերցելա, քանդերա, ավիրերա, տունա սարքետեղ և այլն, ընդեղ ինչ որ ճանապարհներն ա քանդե, կապուտան գյուղի գյուղապետ Մկրչյան Մուկուչ, մի ասում է բոզի տղայա, նախկինում 12 տարի դատված բռնաբարության համար, այդ կոմերը սաղ մոսոտ է բռնաբարության համար են դատվել, գիտես, բռնաբարության համար, սև հողեր ավաճառում, ոչ մեկ ոչ մի բան չասում, ասում եմ եղբայր, ում եք ընտրել, ասում եմ Նիկոլ Փաշինյան, ասում եմ ինձ ինչ ես զանգել, դու ընտրել ես Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը դատախազությունյանն է, Աբազասյանն է, Վայանյանն է, Արթուրյանն է եւ այլն, դու ինձ զանգել, ինձ ինչ ես ուզում, ասում եմ Նիկոլին չեն թողան, որ մարդկանց դատի, հələ 5 տարի անց է, ինչ եք ուզում, ասում տղա ջան, դու կարող ուզում ես 50 տարի անցնի, որ մենք բնշարժ տենանք,
ասեմ 5 տարվա մեջ քո Նիկոլը մի հոգեմար չի դատե։ Ցելի մальчик по имени Сасун բոզի տղու հիմնարկը 5 տարվա մեջ մի հատ մարդ չի դատե։ Այդ Պուտին եկե նստել է հակակոռուպցիոն կոմիտեի մարդ մի դատեք։ Դուք լսած բնակարդակը նայեք։ Ես էդի չեմ կարողանում հասկանամ, ասում եմ, չգիտեմ, գյուղապետը ոնց է գյուղապետ, սև հողացախը, բռնաբարության համար դատված է։ Լավ անում։ Կոտակի մարզում այո, սա բռնաբար են։ Անդ բռնաբարին է ծախում են։ Քրիստի, դու կոտակի մարզ կետայ։ Քրիստիկն էլ ասում չեմ էտա։ Գնանդ ինչ։ Պրանան են մորմշ։ Աղջի դրուզիկ դուրո։ Մեզ ագիտես էլ է դուր ասավ։ Էլի պարտավամ ա։ Այս վիճակն է։ Հարգելի ազգաբնակչություն, ում ձայն տվել եք, նրան էլ գնացեք եւ բողոքեք, որ դուք չունեք խմելու ջուր, որ սենց որ նենց, вообще Արարատի մարզ թեկեցյալ բնավիճակ, թե ոչմտաները, ճանապարհները եւ այլն։ Բայց անընդհատ կբռնեք զանգել հանրային ձայն, կասեն մետերելի։ Այդ սրտամերն է կա, թե մե խոտասուտը բարցանով վերև։ Թաղեմ քեզ։ Էսա կգա, կսված, պրթված, մոզերն է տենց փչած, հելտենա մեզ հորին շորը հոքե, ամեն անգամ մի շոր կհակ, ինչ է տղքիրա, դրա մարդը կարող է փողը տպեմ, հա, մատա, եկով, աղջի եկով, ես ինչ է քո վիճակն այտա, դու որ սենց փողոցով քալում ես, մասայական, սերական, ահաբեկշություն չի լնեմ, աղջի, հալա մաղատ պտուտ, հալա պտտվի, դու դեղի գույն ես քո շատ ես սիրում, էդ կվեր են կծվում ահա, էդ ուտից ես առողջ, էդ թանգա չէ, ինչ արժե, աղջի, կտրեմ, երկու սենականոս, բնակարան ավանում, հալա պտտվի, հալա պտույտ, հալա սրա ապլիցովքեն, ֆունդամենտը, կերպարը, աղջի մերն ես դու, ինձ հետ արքիրա, դու որ սես առավոտնից հլեմ ես դուրս, քո մարդն ինչ անն, չի ասած ես ուր ես ինթան, այդ քո վարսավիր գիդի որ իսյան շատ եմ գովում, ես չգիտեմ արդեն որ մասը նայեմ, what is գլուղ վանգոգի գործ, Վեներա չելենի, արին էստի, բոտին կծեցել էստի, Աբազ անտենը մեզ, ամբողջ Հայաստանի Հանրապետության բյուջեն դրին է, էտա ուլունգնի, էտի թանկանոցա, ինչ ես խմեմ, բագարցի, լսել էի, որ դրանց մասին եմ խոսալու այսօր, բագարցի բերեք սրան, զարգացա, ասիկը դու միշտ է զարգացած, մենք ենք էտ ամենած, բագարցի բերեք սարուցով ավուզան, հալի մի ատետ մասը որտետ ծնգելը աշի դեմ, սենց պչի վերև, սենց հորալը հլ, լրիվ սպանիշ, հանիշ, էղաշ, չեղացած կողի սասունի, նավանի պերանը, մերավ, դե սասուն չկա, սասունը ռեանիմացալım, Ջանգիրան գագոն, հետանցքի շրթերով ռեանիմացայալım սասուն ասմա, զարդնի բոզի տղա, մերավ, գագո, մեջիտ գազերը, մեթան, բութան, էթան, բացող դրա քիթու բերին, բոզի տղա, բալքեմ ստապվի, այո, թսի բենին, ասնենք առաջ, մեզ հատ հետաքրքիր լուր, Տաթևիկ Ռևազան, աղջի դու ճանաչում եք Տաթևիկին, Տաթևիկ Ռևազան, Հայտարարություն տարածվեց Տաթևիկ Ռևազան Սիկտիշ, լավին լավ, բատնին բատ, պրծանք, մի ագարկից էլ պրծանք, բայց այդ արկիրեն այա, որ ես ինչ հիշում եմ, այդ աղջիկը ինչ եկել ա, կամ ծննդաբերում ա, կամ ծիծատալում, կամ ծիծատալում ծննդաբերում ա, կամ ծննդաբերում ա ծիծատալում, այդ մարդու ֆունկցիոնալ պարտականությունները սահմանափակվում են այդ երկու կետով, հիմա այն ինչ-որ միջոցառում ա եղել եւ այլն, միջոցառմանը նորից երեխա դոշին խփած, կուրծքը բենի մեջ դրած, եկեք անելա միջոցառման, ես չեմ կարողանում հասկանալ, այդ հղիանալը, երեխա բերելը հլը մի կողմ, հղիանալը կամ ծիծ տալը, ատենց ինչ են տրենդա, ատենց բարկո չի, հա, եկավ ավիացիան արեց մոր մեջ, հիմնովին,
Բեկալավ գնաց։ Ասեմ, ինչ ես հիշում եմ, կամ ծիծապալամ, կամ երեխայա բերեմ։ Եվ ասեք, ինձ հետաքրքիր էր, էդի լավ է լավ որ գնաց։ Պրոստը ինչ ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Ռուզիկ, դու Տաթևիկ Ռևազանի մասին ինչ կարծիք ես։ Մարդը շատ անկեղծ ասեց, խերի գլուխ, դե Ռուզիկի բարապաշարը գիտեք, փայլմա, ապրես, դու որ անդոյին ծսրից, ես արդեն պատկերացնում եմ քո տրամադրությունը Ռուզիկի Տաթևիկի նկատմամբ, ասենք առաջ, նախ միանգամից ուզում եմ ասեմ, որ միանգամից երկու վատ լուր ես ստացա, մահացել է հաղորդավարուհի համով զրույցի Զարա Արամյանի մայրը, Տիկին Լիրա Արամյանը։ Հարգարժան Զարա, ես խորապես ցավակցում եմ այս վերադարձ եւ շատ տառը կորստի կապակցությամբ եւ հուսամ, որ եթե մենք ընդունում ենք երկնային գրասենյակի գոյությունը, ապա ձեր մայրիկի հոգին միանշանակ պետք է լինի դրախտում։ Հատնում եմ ընդունեք իմ ցավակցությունները եւ դրա հետ մեկտեղ ես ցանկանում եմ ձեզ առողջություն, Տիկին Զարա, որ դու կարողանաք դիմանալ կյանքի այս արհավիկներին։ Ինչպես նաեւ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հարազատներին եւ բարեկամներին, մեծանուն դերասան, մեծանուն մարդ, միշտ ագանքով եմ մոտեցել այդ դերասանին, այդ մարդ կերպարին, հայտնի մեր բակը ֆիլմից եւ ինչպես գիտեք Զարան էլ էր մեր բակում նկարվել Զարայի մայրը Ռաֆայել Քոթանջյանը եւ երբ որ կամաց մեզանից հեռանում են այսպիսի մարդիկ, դու հասկանում ես, որ կամաց քո մանկությունը մնում է ետևում, ավելի ու ավելի ես հեռանում քո մանկությունից, որովհետև այս դերասաններ Արմեն Խոստիկյան, Ռաֆայել Քոթանջյան, Մարկ Սաղաթելյան, ինժեներ Բալա եւ այլն, այդ դերասանների հետ է կապվում նաեւ քո մանկության այն ամենալավ հիշվող մութ ու անջուր տարիներ, ինչքան էլ որ այդ տարիները վատն էին, մարդիկ ավելի բարի էին, ավելի ջերմ էին մեկը մյուսի նկատմամբ, մարդասեր էին, հարևանասեր էին, որը որ այսօր շատ դիֆիցիտ է գտնել լավ հարևան, լավ բարեկամ, ուղղակի լավ անծանոթ, որպես օրենք շատ քիչ է պատահում եւ որպես օրենք բարեկամը ավելի վիժվածքա լինում, քան կողմնակի մարդը։ Ինչևից է եւս մեկ անգամ հարգելի աուդիտորիա, եկեք մեր ցավակցական խոսք ուղենք Տիկին Զարային եւ Ռաֆայել Քոթանջյանի հարազատներին։ Վարդուհի Վարդանյան, այո, ցավոք սրտի հեռանում են լավերը, վատերը մնում են։ Օրինակ, երբ որ Գասպարյան Վովա մեռնի, ես բնականաբար շատ ուրախ կլինեմ, կամ Արշակը, կամ Ավակյան Աշոտը, կամ ով ասենք այնտեղ նախկին թալանչիներից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ այլն, բայց ցավոք սրտի հեռանում են արվեստի մարդիկ։ Ցավակցում եմ։ Մյուս բողոքը, որը որ ես ուզում եմ բարձրաձայնել եւ որը որ մեզ, այսպես ասած, ենթարկում են terror-ի, վերաբերում է կրթության գիտության նախարարությանը։ Զանգահարել են Գյումրուց եւ ուսուցիչներ եւ աշակերտներ, ասում են պարոն Ղուկասյան, վաղը Գյումրիում եւ ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ Հայաստանում լինելու է կենտրոնացված հայոց լեզվի քննություն, ինչպես դա անվանում են։ Բայց Գյումրի դպրոցում, օրինակ 10-րդ դպրոցում եւ մնացած դպրոցներում աշակերտները շատ հանգիստ հեռախոսներով մտնում են քննասենյակ, հեռախոսներով քննությունը հանձնում եւ դուրս են գալի։ Գլուշին կա չկա դրած, ափաշկերը հեռախոսներից օգտվում են, պորնո վիճակ։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները կրթության եւ գիտության վարչությունն բաժանեջ գրողը Սևցավը այդ ամենը տեսնում են եւ բացարձակապես ձայն չեն բարձրացնում, հովանավորում են։ Ես ուզում եմ դիմեմ կրթության գիտության նախարար
կոչված Դումանյան Բոզիտոուն ու այն Պետրոսի կանգան։ Դուք հասարակ քնություն ի վիճակի չեք անգամ կազմակերպելու։ Դուք ենքան բոզի տղա եք, որ աշակերտը մտնում է քնություն հանձնելու հեռախոսը ձեռը։ Արտագրում, նկարում, ուղարկում, ընդեղից բանը պատասխանը ոչում գալիս է, ասում է ափաշկերը, այսինքն այն աշակերտուհին, այն աշակերտը, որը որ գնացել է պարապողի մոտ, չգիտեմ, տարիներ, ամիսներ, նեղվ է, պարապ է, որ պիտի գա հանձնի, դա ստանում է 17-18 բալ, например, իսկ այն աշակերտը, որը երբեք չի պարապել, ոչ մի բան չարի, մի հատ հեռախոսը չկլիկանում է, պատասխանը գալիս է, ստանում է նույն բալը, դաժե ավելի ավել, քան թե այն խելացի պարապող աշակերտը։ Այսինքն որ բնակավարին նայում ես, քանդելով, բլելով գնում է նույն իրավիճակը ֆրանսիական քոլեջ կոչված հիմնակ ձեռնարկությունում, ասում եմ ավարտական քննությունները նշանակված է հունիսի 17-ին, միջպետական։ Այդ քոլեջն էլ իր հերթին նույն օրը նշանակում է ավարտական քննություն։ Ասում եմ, տես ո՞ց ալեմ, համ քոլեջի երթին անկախ ավարտական անը, մի հատ էլ ընդեղից էլ միջպետական նույն օրը, ո՞ց է եղել։ Վեկալ է զանգում են կրթության, գիտության նախարար Պոռնիկի վաստակեն, ասում են եղբայր, այս վիճակն է, ասում է իրավունք չունեն, ու վերջ, իրավունք չունեն, բա դրա հետևությունը։ Բա իրավունք չունեն, վեկալ զանգի քոլեջի տնօրեն, հա, Հովանեսյանին, ասա խոմ դու բոզի տղա չես։ Էս ինչ ես անում։ Միջպետական քննությունների հետ մեկտեղ դու քո քննությունն ես նշանակում, խառնում, ժժնում, ավիրը մի արդ հետո։ Հա? Այդ նույն ուսանողը, այդ նույն աբիտուրիենտը կամ այդ նույն ես ինչ, այնտեղ պիտի միասնական հանձնել քննությունից հոգնած, ջարդված, ստրեսի ենթարկված մի հատ էլ գա քոլեջում ֆրանսիական ավարտական քննություն հանձնել։ Ոչ մի բնակավար նորմալ վիճակի մեջ չի։ Բացարձակապես բոզիտողության հետևից։ Կրթության, գիտության նախարարել գոյություն չունի, որ ասես թե հա, Դումանյան բոզիտեղեն հետևություն անի։ Այն մեկներ են բանի կնիգնա չէ Պետրոսի, ահա։ Մի ագարկայել է տա։ Ապա գոկո, վայելեք։ Նույն նմանատիպ մի բան բողոքել քաղաք Գյումրի Շիրակացի փողոց նամանավան 62 շենք ասում են պարոն Ղուկասյան 5 օր խմելու ջուր չունեք այսօր արդեն 6-րդ օրն է ասում եմ Գյումրիում ժողովուրդը ձեր շենքի բնակիչները ում են ձայն տվել ասում են Նիկոլ Փաշինյան ասում եմ ինձ ինչ եք զանգել ձեր Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված տգետ մարզպետն է որը անգամ կրթություն չունի դիպլոմն առած է Բա գնացեք այդ մարզպետին ասա ագարկա, որ դու 5 օր էս շոքին, քո եղած-շեղածը չլվաս, քո մարդը քեզ մոտիկ եկող այդ մարդը ներողություն, boyfriend-ը քեզ մոտիկ եկողը, Քրիստինե Հալաջան, դու պատկերացնում ես 5 օր դու դլո չլվաս, ռուզիկ, անհնար է, խնդրեմ, Բա 5 օր կնիկ արմատներեն է ապրում, այս շոքին, հələ տղամարդիկ կարող է ինչ-որ մի ձև յոլեր է, չունեցես չեմ կարող պատկերացնեմ, տղամարդ, որը 5 օր չլողանա, այս ամառվա բանը շոքին։ Բա 5 օր այդ են չլողացած ոռով և դլոյով, ընգեր Գյումրու բնակիչներ, 62 և մնացած այդ Շիրակացի փողոցին, որ մնում է հավքվեք, հələ ասում է Գյումրու քաղաքապետի հայրն է մահացել, Ինքը ժամանակ չուներ դրանով զբաղ, անգամ ես վիճակում էլի արդարացնում են։ Գյումրու քաղաքապետի հայրը մահացել էր, հասկացաք, ցավակցում ենք։ Բա քաղաքապետի տեղակալի հայրն էր մահացել։ Տեղակալի հերներ էր, այդպես ով կա չկա ցավի հերները բան մեռել է։ Բա հավքվեք, այդ նույն բնակիչներով չէ, Քրիստիկ։ Քրիստիկն ասում է, այո։ Հավքվեք, այդպես առանց լվալ Սերական շրթերով, ոռով, ձվերով, ամորձապարկերով գնացեք Լեննագանի քաղաքապետի և Շիրակի մարզպետարան մտեք ու մտենում եք նստեք բենին, ասած ծոմ է հադավ հոդոտ ես ձվերս ու դրեք բենին կամ դլոս, ճիշտ չէ ռուզիկ, ռուզիկի եղացը շեղացը ես չեմ կր, ռուզիկի անգամ հակած տրուսիկը ես չեմ խմշի, որ կծեմ մարսպետի քիթու բենին, որովհետև նախ դուխոտա չի գալու շանել նոմեր 5, ընդեղ կարերով, այդենց լուջ տրուսիկ,
Դա համար լենագանցի են, որ կան են, որ ինչ են, բայկավի տրուսիկներով հակեք, տոլապնեց, պմպխոց, կրտնած, գնացեք ծծրեք, կպականերին ձեն եք տվե, ինչ եք զանգամ հանրային ձայն, ասում եք մենք ջուր չունինք, բա ինչ ենենք, բա ինչ պիտի ենենք, օգտվեք սեփական աղբյուրից, միզեք, խմեք, բա ինչ ասեմ, բա 5 օր, ասում եմ վտար է, այդ խեշքնիկը զանգի, ասում եմ տիկին ջան, ուտ է վտար, այդ ինչ վտար է, որ 5 օր չեն կռնա սարքեն, բա վերցնեք ձեր եղած չեղածը, գնացեք մտնեք Լեննագանի քաղաքապետի կաբինետ, դրեք բենի մեջ, սեռական շերտերը թող բացվեն, ասեն վտար է, ու մեջը ինչ կա չկա, ցրծփեք իդու բենին, սկահան արեք, 5 օր առաջ ջուր, գնացեք Շիրակի մարզպետին, այդ ագարկին վթարային ձևով ծծրեք։ Ես մի հատ շատ հետաքրքիր մարդուկ թան, որը որ մահացել է վերջերս, Աթոյան Վարդան Հովսեփի 1955 թվականի ծնված։ Ես հիմա փորձում եմ հասկանալ այս մարդու մահը ինչով էր պայմանավորված, ասում են ինֆարկտ։ Աթոյան Վարդան Հովսեփի ոչ մեկին ոչ մի բան չասեց, բացի Ռոբերտ Քոչարյանից եւ իր թայֆից, որովհետեւ այս մարդը ուներ ֆինանսական խնդիրներ Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ ընտրությունների ժամանակ գումարներ չի հասել տեղ, գումարը խաբել են, գցել են, կեսը տվել են, կեսը չէ տվել, ես մի հատ խառը պատմություն, հա։ Ես արդեն դիմել եմ որոշակի մեր գոլեգաների, որպեսզի կարողանան հասկանան ինչից հետո եւ ինչու մահացավ Աթոյան Վարդան Հովսեփովիչը, որը որ խնդիրներ ուներ Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ։ Եթե մահը եղել է բնական, Okay, եթե ոչ բնական, ուրեմն հասկանանք, ինչա տեղի ունեցել։ Մենք հիմա կանադառնանք այդ ոչ բնական մահերին։ Ջանգիրյան, մեր մայրաթորի աղբյուրները հայտնում են, մի հատ հələ ոռդ վեկալ Սասունի Քիթուբենից։ Ասինք օդտուշ հետույքով, չասենք նստի ու մնա վրեն։ Ուրեմն մայրաթորից ահազանգ ենք ստացել, ասում են պարոն Ղուկասյան, Մանվել Գրիգորյանի, Էժմիածնի Մանվելի Օղուրմազիկ, տղա Արմանը, որը հետախուզման մեջ էր, վերադարձել է։ Վերադարձել է նաև Փեսա Արտակը, դատավոր Նարայի մարդը, որը եւս խնդիրներ ուներ օրենքի հետ։ Եվ ինչն է հետաքրքիրը, որ ասում է սրանց հարցով պարոն Աբազյան Հոգսատար է Ջանգիրյան Գագոն։ Եկեղեցին տալիս է մի թվի անուն։ Ես չգիտեմ այդ գումարը որքանով է, ճիշտ ասում եմ միլիարդավոր դրամներ։ Նշում է 2 միլիարդի անուն։ Ուզում եմ հասկանամ այդ 2 միլիարդ դրամը, որը որ վերցրել է Ջանգիրյան Գագոն, որքանով է ճիշտ։ Ձեր օպերատիվ բլոկը նման տեղեկություն ունի, թե ոչ։ Հազարարեք Անդոյին, Անդո։ Մի հատ հետաքրքրվել ես դու որ Մանվելի տղեն ու Փեսեն հետ են եկել, լավ են արել, լավ, հետ են եկել։ Եթե ուղղակի ներողամտություն եք ցուցաբերել եւ ասել եք թող հետ գան, ես սպաս, թող հետ գան։ Բայց եթե Ջանգիրյան Գագոն ինկասատորը արել ու գնացել է իրանց տուն այդ փողերը մեջ ու նստել են գրիկով հաշվել է, ես ուզում եմ հասկանամ, ազգային անվտանգություն вообще գոյություն ունի։ Մեռանք ես բոզիտու որով այդքան տեղեկություն տալով Ջանգիրյան Գագոյի։ Փաստարկված, հիմնավորված եւ այլն, մարդը շարունակում է պաշտոնավարել եւ Ջնգոն եւ Մալչիկ բա իմինի Սասուն։ Չեմ կարող հասկանալ։ Բացարձակապես։ Հեսա մոտենանք շատ հետաքրքիր թեմայի են։ Հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել Ուրարտու խանութ սրահների կամ խանութների ցանցի
նախկին եւ ներկա աշխատակիցներ։ Ասում են պարոն Ղուկասյան, մենք ուզում ենք, որ դուք բարձրաձայնեք այս թեման, որովհետեւ trafficking-ը սեռական տեղի միայն ձեր թվարկած սասամասա խանութներում եւ այլն, այլ նաեւ ուրարտու խանութների ցանցում։ Ուրեմն ուրարտու խանութների ցանցը ունի 22-ից ավել մասնաճյուղ։ Չգիտեմ, մեծ մասը Երևանում, ինչ-որ 2 հատը Գյումրիում։ Սեփականատերն է Արմեն Ծատուրյան, 40 տարեկան մեր երևույթ։ Բաժնետերը հանդիսանում նաեւ Արմեն Թադևոսյան, ինչ-որ աներ ձակը։ Ուրեմն կինը դասախոս է Գայանե Թադևոսյան մանկավարժականում։ Էս ինչ եկավ։ Սլիկ։ Դասախոսը մանկավարժականում Գայանե Թադևոսյան։ Ինչա տեղի ունենում։ Ես ուզում եմ նախ դիմեմ հենց Տիկին Գայանե Թադևոսյանին։ Դուք դասախոս եք Տիկին։ Դուք ունեք 3 երեխա, այդ թվում ոնց հասկացա դուստր։ Դուք տեղյակ եք ձեր ամուսնու կերած քաքերից։ Ուրեմն ինչ են պատմում ժողովուրդը։ Նախ սեռական տերոր ուրարտու խանութների ցանցում տեղի ունենում բոլոր աշխատակիցների նկատմամբ, կապ չունի, կասիր, հսկիչ օպերատորա, չգիտեմ այնտեղ վաճառողուհի է, մենեջերը, այս մարդը, այս Արմեն Ծատուրյանը, որը Ղազախստանից է եկել, որ մի գրող ուսեր ցավից է եկել, խերսր է ու աչուձա խմենին դոմփելով կնամա առաջ գալոշկա տնելով։ Ով չի դոմփվում, չի տալի, ոչ մի բան չանում, գործիցանում գցում են դուրս։ Վրան էլ դնում են գողություն։ Գողություն արի հանում են, գողություն արի հանում ենք։ Ես միանգամից պարոն Անդրանիկ դիմում եմ ձեզ։ Ծասանամ ես Պեկին կապված ուրարտու խանութների հետ։ Ուրեմն ասում եմ ՀԴՄ չի խփում, թաքցնում են հարկերը, սոցվճարները, թուղթ ու թանակով ուրիշ աշխատավարձ են տալի, իրականում ուրիշ աշխատավարձ են տալի, այսինքն հարկերից խոսափում է։ Վայ Ղազարյան, 6 նախկին 6-րդ վարությունում այս ուրարտուի հետ կապված ձեր մոտ եղել է հաղորդում, որտեղ որ աշխատողները եկե հաղորդում են տվել։ Դրանից բացի եղել են նաև ահազանգեր տարբեր տիպի աշխատողներից, եւ ոստիկանություն, եւ դատախազություն, եւ ՊԵԿ, նորից ոչ մի բան, Անտոս, հատուկ հազարարական ձեզ, պարոն Անդրանիկ, ինչ ես խմում, խմի ու լսի, հիմա, ուրեմն ինչել են պատմում, սղես գրել եմ կասիր, մասիր եւ այլն սաղի հետ, ու ասում եմ ումը որ դոմփում է գալաշկայա տնամ, բայց ամենահետաքրքիրը ես մա կփորձեմ վերարտադրել իմ այսինքն այն պատմությունները, որ ինձ պատմել են շատ հակիրճ, առանց վատանալու։ Ուրեմն, խոսքի օրինակ, եթե կազմակերպում է ծննդյան միջոցառում Արմեն Ծատուրյանը, կազմակերպում է Դաչայում, հրավիրում է աշխատողների, հատուկումը, որ ինքը ջոկում է այդ կասիր, մասիր եւ այլն, եւ հրավիրում է իր ընկերներին։ Խմիչքների մեջ օգտագործում են թմրանյութ, այդ աղջկեքի բաժակների մեջ գցում են, դմբրացնում են, այն մի կողմ թողենք, որ բրտում գցում են բասեինը, չգիտեմ, գրկում գցվում են բասեինը, դեմից ինքն անում կոկուլալա տումանբա, հետո ընկերները գրուպավոր խան կոկուլալա տումանբա։ Արդեն նարկոտիկների ազդեցության տակ գտնվող աշխատակիցներին։ Բացի դա, ամենասարսափելին սեռական ակտը կամ գործողությունը, որը որ կատարում է Արմեն Ծատուրյանը, նկարահանվում է։ Նկարահանվում է նախ ամենադեմից է նկարահանվում, երբ որ կասիրը, մենեջերը, վաճառողուհին եւ այլն
Համաձայնվում են բարձր աշխատավարձի դիմաց կամ աշխատանքը պահպանելու դիմաց ունենան սեռական հարաբերություն սեփականատիրոջ հետ, պարոն Անդո։ Բայց սեփականատերը դա նկարահանում է գախնի, եւ հետո երբ որ հանկարծ այդ աղջիկը կասիր կլինի, օպերատոր կլինի, մենեջեր կլինի, հրաժարվում է գրուպավուխայից կամ մեկ այլ սեփականատիրոջ ընկերոջը գլգլը անելուց դեմ են տալի այդ տեսանյութը, ասում են տես, եթե դու չարեցիր գլգլը, սա կհրապարակվի։ Ես հիմա հազիվ եմ զսպում, որովհետև եթե ես հիմա պայթա, իմ կարծիքով դա շատ խիստ կանդրադառնա իմ առողջության վրա։ Անդրանիկ եւ Վահե Ղազարյան, սա ինչ է։ Неужели օպերատիվ ծառայությունները երբեք նման տեղեկություն չեն ունեցել, որ Ուրարտու խանութների սեփականատեր Արմեն Ծատուրյանը պոռնիկի վաստակ է, որ իրականացնում է սեռական տերոր։ Լավ, ուզում եմ դիմեմ կնոջը, Գայանե Թադևոսյան։ Ներողություն։ Տիկին։ Ինձ որ զանգել էր մի աղջիկ, աշխատող, ներկայիս, և պատմեց այս ամենը, պատմեց ինչ արել ձեր ամուսինը իր հետ, ես զգում եմ, ես ի տարբերություն ձեզ կարողանում եմ հասկանալ սուտը, այսինքն բոզալացադրել, թե իրոք։ Երբ որ ես լսեցի այդ աղջկա պատմությունը, սկսեցի հետաքրքրվել։ Եվ մի շարք աշխատողներ նախկին եւ ներկա հաստատեցին, որ այո, ձեր ամուսինը զրկել է այս աղջկան կուսությունից։ Ունեցել է սեռական հարաբերություն, մի անգամ չէ, մի քանի անգամ։ Ունեցել է սեռական հարաբերություն ընկերներով այդ աղջկա հետ։ Այդ աղջիկը չի կարողացել ասել ոչ, որովհետև եղել է գաղտնի տեսանյութ, թե ինչպես է ձեր ամուսինը դոմփում այս աղջկան։ Դուք մայր եք, դուք դասախոս եք։ Եթե նույնը տեղի ունենար ձեր աղջկա հետ, Գայանե Թադևոսյան, դուք ինչ կանեք։ Այդ աղջիկն ասեց, որ ձեր ամուսինը առողջական խնդիրներ ունի ողնաշարի հետ կապված, այսինքն մանրամասն տեղյակ էր նաև խնդիրներից։ Եվ երբ որ ինձ բացատրեց, ես ուղիղ անջատելուց հետո հեռախոսը 30 րոպե չեմ կարողացել խելքի գալ։ Ճիշտ է, գործերով ընթացքի մեջ էի մեքենայով տեսնել, բայց ես չի կարողանում ուշքի գալ։ Խնդրել եմ վարորդը մեքենան կանգնացրել, դուրս եմ եկել, ջուր եմ առել, լվացվել եմ, ուշքի եմ եկել, նորից շարունակել եմ։ Դա եթերային չի, ես ինչքան էլ որ ազատ խոսքի կողմնակից եմ, բայց դա եթերային չի, թե ինչ են արել աղջկա հետ խմբակային։ Արմեն Թադևոսյան, Արմեն Ծատուրյան եւ այլն։ Ձեր դաչայում դուք տեղյակ չեք ձեր ամուսնու սեռական տերորից։ Դուք տեղյակ չեք ձեր ամուսինը ինչերով է զբաղվում իր աշխատողների հետ։ Անդրանիկ, MVD-ն ես հասկանում եմ, որ շատ թույլ հիմնարկ կա դարել։ Ես նույնիսկ եմ ասում, ես հազիվ եմ զսպում։ Ես բառացորեն հայտարարում եմ, եթե չտար Աստված, ես նստած լինեի որևիցե մի ուժային կառույցում Հայաստանի, որպես մինիստր, եւ հանկարծ ես ստանայի նման ահազանգ, ես ասեմ պարզ, եւ հանկարծ ես օպերատիվ ճանապարհով ճշտեի, որ դա ճիշտ է, Արմեն Ծատուրյանին ես ողջ չէի վերցնի։ Այսինքն իմ հատուկ ստորաբաժանումը, որ կգար Արմեն Ծատուրյանին ձերբակալելու, կվերնագրեին զինված դիմադրություն եւ կխփեին կաբինետում։
կամ չգիտեմ, որտե պատահի, որովհետև նման վիժվածքը ապրելու իրավունք չունի։ Ես դիմում եմ Urartu սուպերմարկետների, խանութների, ցանցի նախկին եւ ներկա աշխատողներին։ Եթե դուք ենթարկվել եք սեռական շահագործման եւ ցանկանում եք, ես հասկանում եմ, որ կա վախի մթնոլորտ, հայկական մենթալիտետ, հա, ասենք ոնց մի աղջիկ դուրս գացի, գիտես ինչ, իմ հետ արելա կուկուլալա բանը բռնի, նկարելա, հիմա SSS եւ հանկարծ այդ աղջիկը մտածում է, թե ինքը մտա բարձրաձայնի, այդ տեսանյութը կհայտնվի համացանցում, կհայտնվի, չգիտեմ ես են որտեղ արենք, նախաքննական մարմնի վշում ձեռք է աղջիկ աղբեր ունի, ամուսին ունի, չգիտեմ ընկեր ունի, հարևաններ ունի, բարեկամներ ունի, ոնց է այդ աղջիկը կամ այդ կինը երեխաներ ունի վերջերս տես մարդիկ էլ կան, ոնց է դուրս գալու փողոց։ Հայկական էս դառը իրականության մեջ, էս մենթալիտետով, էս խայտարակ մենթալիտետով։ Երբ որ դու հասկանում ես, որ գիտեք, այս սեռական շահագործման զոհերը մի կին չի, երկու կին չի, երեք չի, 5 չի, 7 չի, ասում ես լավ, ինչքան կարելի է լռել, ինչքան կարելի է հանդուրժել։ Այս երկրում գոնե մի շերտ, մի ազգաբնակություն, մի բնակավար պաշտպանված է պետության կողմից, թե ոչ։ Ոչ մեկ պաշտպանված չի, բացարձակապես բացի են վերխուժքի բոզի տղեկը, թալանչիները, Ռոբիկա, Սերժիկա, Նիկոլա, էսա, էնա, Ավենյանը եւ այլն։ Ես հիմա նորից եմ ասում, ես ինձ հազիվ եմ զսպում, ես չեմ ընկնում այդ էմոցիաների մեջ, որովհետեւ ես եթե իմ անգնեմ ազիկան ամբողջովին տրամադրվում, ես եթերը պետք է անդադեմ, որովհետեւ ես արդեն վատ եմ զգում ինձ։ Այ ես նորից եմ ասում, այնտեղ մարդը գրում է թուրքս էս բան չի անի, այո, թուրքս էս բան չի անի։ Ես միանշանակ համոզված եմ։ Որովհետեւ այսքան կանայք ինձ զանգել են, զրուցել են, որոնք որ գնում են Ստամբուլ, առևտուրեն անում, էսեն անում են, մի հատ աղջիկ կար Ստամբուլում, բաներ վաճառում, ոսկի, Գյումրիից էր, նա էլ էր զանգել մի անգամ խոսում ենք, ես ասեցի շատ ներողություն, իսկ ձեր սեփականատերը ասես բնավ։ Մեր գործատուն ասես ինքը թուրք է, բայց երբեք ինձ շորաշխով չի նայել։ Այսինքն եթե թուրքը քեզ պիտի մոտիկ գա, եթե դու դա ցանկանաս, բայց ինքը քեզ չի ստիպի, եթե դու մոտիկ չես գալի, դու աշխատանքից ազատված ես։ Սո սիկտիր։ Եվ հենց մի հատ էլ բայանալում ինչ-որ մի գողության էպիզոդ փաթում են վրեդ եւ հանում սիկտիր են անում։ Ես դա մար դիմում եմ, քանի որ իրավապահ մարմին չկա Հայաստանում։ Բացարձակ։ Ես դա մար դիմում եմ դասախոս Գայանի Թադևոսյանին մանկավարժականի, հուսով եմ մանկավարժականի ուսանողները, պրոֆեսորա դասախոսական անձնակազմը ինձ լսում են։ Այդ հարցը կտակ ձեր դասախոսին, ասեք Տիկին Գայանե Թադևոսյան, դուք Վարդան Ղուկասյանի հանրային ձայն հաղորդաշարի 13 հունիսի հաղորդումը դիտել եք ձեր ամուսնու վերաբերյալ։ Եվ եթե հանկարծ ընկեր դասախոսուհին կասի սուպա իմ մարդը սուրբ է, ես կսպասեմ դրան, իսկ այդ հայտարարությունից հետո, ինչ կհրապարակեմ ես, Աստծունը հայտնի, Քրիստիկին ավելի շուտ։ Եվ այդ ժամանակ տիկին դասախոս Գայանե Թադևոսյան, ձեր երեխաները կամանչեն փողոց դուրս գան, որ տենան իրանց հերը ինչա անան։ Հանկարծ չհամարձակվեք ասել, թե Վարդան Ղուկասյանը իմ ամուսնու վրա սուտ հերորանք է տարածում։ Ընտանեկան ժողով եք անում, ինչ եք անում եւ այլն։ Ես համենայն դեպս, եթե դուք իմ քույրը լինեիք, ես հենց այս գիշեր ես կգայի եւ ձեզ կբերեի տուն։ Ես չի ուզենա, որ իմ քույրը ապրեր նման մանյակի հետ, նման բոզի տղու հետ։ Դու աղջիկ ունես, ուր ես բոզի տղեն, Արմեն Ծատուրյան, Պոռնիկի վաստակ, որ այդ նույնը ինչ-որ դու անում ես այդ աղջիկների նկատմամբ, այդ նույնը, որ անեն քո աղջիկա նկատմամբ, դու որպես հայր, քեզ ոնց ես, դու չես պատկերացնում, ասեք այդ աղջիկից, այդ կանանցից, մեկի հերը, աղբերը դա տեսավ, այդ տեսանյութերից, որ տես արխիվդ պահում ես, կամ հրապարակում ես, կամ գցում ես օբժակ, մեկի հերն ու աղբերն իմացավ, որ կամ մտնի տուն ու տեղդ Վարի տա, վարի, ինչ են ասելու հետո, հայը մտավ, հայ դահիճը մտավ,
Անմեղ երեխաներին եւ կնոջը մի ընտանիքի բան մորթեց, այդ չեն ասի ախր, հələ մի հատ էս բոզիտո արածները նայեք։ Այս սրա ընտանիքը ապրելու իրավունք ունի։ Սրա ժառանգը այս հողի վրա քայլելու իրավունք ունի։ Անդրանիկ, սա հատուկ ցուցում քեզ։ Զբաղվեք։ Այն քրական գլխավոր ոստիկանությունը Վարդան կա, ասես շասես, այդ հինակությունը գոյություն չունի։ Բացարձակապես, պարոն Բայեղազարյան, ես շատ դժգոհ եմ քրական գլխավոր ոստիկանության գործունեությունից, շատ։ Բացարձակապես ինգեր Վարդենիցին ոչ մի բանի չի տիրապետում, բացարձակ։ Նախկիների ворները փագի, լուն դավասարքի, դեմը դրած սպարզ գործը ծամած դրած պերանը ամիսներով է թմա։ Սաբոտաժ, պարոն Էմեդեի մինիստր։ Վար ապացուց եւս մի գործ։ Արմավիր քրակատարողական հիմնարկ ահազանգում են աշխատողնի աղջի մի հատ բան բեր, բալերանք ռոզիկ, գնա բեր ընդերը։ Ուրեմն արմավիր քրակատարողական հիմնարկում պատիժները վերահսկող դատախազ լսում ես կամ արդյոք տակցան։ Ինչու՞ չէ, պարոն Աբազյան, դուք ընդ ներկայացուցիչ ունեք, չէ՞։ Չեկիստ ունեք։ Չորրորդ կորպուս։ Չորրորդ կորպուսում գոյություն ունի, միգուցե մենք խուցը խառնում ենք, բայց ասում են աշխատողն ասում է 33 խուց։ Ոմն եզդիա քուրդա, չգիտեմ, Ալիազ։ Ալիազը նարկոդիլեր է, բարիք։ Ալիազս ամսի 11-ին Պրագուլշնիում աշխատողների եւ տեսախցիկների ներկայությամբ իա թայֆով ծեծի եւ խոշտանգման ենթարկել 28-րդ խցի կալանավոր ոմն Կարենի։ Եթե չեմ սխալվում, կամ կալանավորի մի րոպե։ Ստեղ մի քիչ բան է խարել։ Այո, որը իբր թե Պրագոն չի պահե։ Ինչ ասեցի, 4-րդ կորպուսը կապ չունի կրիմինալի հետ, այսինքն աշխարհի կյանքով ապրող ժողովուրդ է։ Ամբողջ խնդիրը նա է, որ ամսի 11-ը ինչ օրանք է, 11-ին որ ծխել են, մի րոպե ստեղ մենք նայենք բանը կալենդարով։ Քերակատարողական շապ Ահա, 11, կիրակի է, ոնց որ, չէ, շաբաթ է, ահա։ Արնաշաղախ, արնաճապախ արել են այս մարդու Կարեն, դժողի Կարեն։ Չի տարել քաղաքացիական հիվանդանոց, չի տարել նորմալ բժշկություն, սա ասել են շաբաթ կիրակի, մարդ չկա, երկուշաբթի նոր։ Ու այդ արկիրը նա է, հիմա Բայեղազարյանը ինձանից նեղանալու է։ Ասում է, ինչի ես քրական գլխավոր ոստիկանությանը բան ասամ։ Քո քրական գլխավոր ոստիկանությունը ինչ ասեմ, ում անունը տամ, Քրիստինե Հալաջանի հետույքի մեջ քնած է, քիթու բեյնով, որ այս բոզի տղեն ես Ալիազը բերթում նստած նարկոտիկա ծախում դսովի, ու չի բռնվում, բա քրական գլխավոր ոստիկանությունն է, ուր է, սեռական տերորանողներին չի բռնում, նարկոտիկ տախողներին չի բռնում, մարդ են ծեծում բերթի մեջ մոր մշնանում, արտարադատության նախարար, քրակատարողական վարության պետ խաբար ես։ Ոմն Կարենի 28-րդ խցից, ոնց է ստացել, որ 33-րդ խուցը ու 28-րդ խուցը հայտնվել են միևնույն պրագուլքում։ Առաջանում է հարց։ Ես էլ եմ զրոներ նստած եղել, այն մեկը մի բան պրագուլքում էր, մեկը մի փակ գերից բաժանված։ Տեսախցիկների տակ մարդուն 6-5 հոգով տալի անում են մոր մշ։ Եվ սա առաջի դեպքը չի։ Աշխատողներն ասում են, պարոն Ղուկասյան, բան չեն կարող անենք։
ղեկավարությունը չի թողում, որովհետև մուծվում է ալիազը ծախվող դեղերից, նարկոտիկից։ Այսինքն ափաշխարա Բերդի պետը բիզնեսի մեջ է ալիազի հետ։ Բերդի պետը բիզնեսի մեջ է Դավիթի աղբոր հետ։ Ասում եմ Wi-Fi-ով են նստած։ Դիգին Ալուսի տղեն, ողջույն Դիգին Ալուս, ո՞նց ես։ Սրանից էլ խաբար չեք։ Բայ Ղազարյան, պարոն Աբադյան, գլարկարատարողական հիմնարկում ձեր չեկից տղեն։ Բա մի հատ հեռախոսը վեկալ, այդ դեղին հեռախոսը, չէ, սելակոնը, անդո։ Այդ սև հեռախոսը դմն վեկալ, մի հատ հրը զանգի, ասա այս դոգը, որ ասում է 33 խցի ալյազը, մարդա ծծծր է, ամսի 11-ին պրագուլկում, դու ինչ ես արե, բոզի տղա, որ սա դեղա ծախım, բերդում նստած, տելեգրամով, շոշոդվա, դեղա ծախım, դու ինչ ես անում, Բայ Ղազարյան, չէ, դուք զգում եք, չէ, հարգելի էդ ուժայիներ, դուք զգում եք, էդ լավա, մետ ամֆետամին, դաժը, եթե այս ղախպի տղեն, իսկուն և ետ, չի գնացել կարծեր, սրա հետի նստածներ այդ հայֆեն, չեն գնացել կարծեր, քրական գործ չի հարուցվել այս դեպքով, ինձանից դուք չեք նեղանում։ Հիմա անցնենք մյուս բացահայտմանը, Սասնա ծռերի հետ կապված։ Հաց բերող։ Շատ հուզական թեմա։ Ես հիշում եմ, երբ որ Ղոլմազիգը մահացավ, ես ոնց էի հոգուր լացում։ Ես այդ ժամանակ դատապարտյալ էի, եւ ոնց էի հուզվել հազբերողի մաֆան հետ կապված։ Երևի հարազատներն այդքան չէին հուզվել, ինչ որ ես։ Один источник, որը ցանկացել է մնալ անանուն, բացահայտեց հետևյալը։ Ասում է, պարոն Ղուկասյան, Արաբկիրում նստած են եղել, Արաբկիրի թաղապետարանի դեմը գոյություն ունի անձնավուր ռեստորան։ Անձնավուր ռեստորանի երկրորդ հարկում եղել է միջոցառում։ Միջոցառմանը ներկա է գտնվել իմ կողմից մի քանի անգամ արդեն անդրադարձած դատական բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Գագիկ Հարությունյանը ինքն է զբաղվել հաց բերողի մաֆան ախտորոշմամբ։ Ասում է հանկարծ զանգ եկավ Գագիկ Հարությունյանի ձեռքի վրա եւ զանգից հասկացանք, ասվեց, որ ձեր դրած ախտորոշումը վերջնականապես հաստատվեց։ Հաց բերողը գնացել է Բեղտերևից, Բիզիմդիր։ Պատվիրեց, ասում է, մի մեծ թեյ բաժակ օղի եւ նշեց, որ պրծանք, այս դարդից պրծանք, իմ դրածը հաստատվավ անցավ գնաց։ Լսելով այս տեղեկությունը, ես որոշեցի մի փոքր փորել, շատ քիչ, որովհետեւ նախ ես գտնվում եմ բավականին մեծ հեռավորության վրա, հարգելի ժողովուրդ, բաց իմ աղբյուրներով փորեցի եւ հասկանամ, ինչի տեղի ունեցի, ինչից է տենց ուրախացել Գագիկ Հարությունյան, այսինքն ինչից էր ինքը վախենում։ Էհա դրել ես դիագնոզ, դրել ես։ Դոչ մաֆան պատճառը սա չի եղել, սա չի եղել, այսինքն փրկել է Արփիկի, Արթուր Դավթյանի, մյուսների բնավորը եւ հանկարծ դա հաստատվել է։ Ինչի՞ տենց ուրախացես մարդը։ Ասում եմ, դետեղից վեր թռավ, հեռախոսնականջի օղի պատվիրեց, ասում եմ ներկային, ասում այո, ներկային մարդկանց ներկայությամբ եւ այլն։ Բանից պարզվում է, որ Գագիկ Հարությունյանը կեղծել է հաց բերողի մաֆան ակտը։ Այսինքն կարողացել է հնարավորինս մաքրել իշխանություններին, չինովնիկներին, անմիջական կապից Արփիկին, Արթուրին, մյուսներին, հաց բերողի մաֆան հետ
Եվ ամենահետաքրքիրը նա է, որ չար լեզուներն ասում են, որ հաց բերողին սխալ բուժման եւ սխալ մոտեցման արդյունքում նաեւ վարի տվեցին, որովհետեւ դեռ մենակ հարցը բեղտերևը չէր, հա մարդը հացադուլեր արել, էսեր արել, էներ արել, բայց գտնվելով մեծահոգի բժիշկների հսկողության տակ եղավ այն, ինչ որ եղավ, եւ այս գյոզալն դատական բժիշկը, որի որդին աշխատում է դատախազությունում, պատիժների վերահսկման վարչությունում, պարոն Արթուր Դավթյան, այս է նույն գյոզալ անձնավորությունն է, որը որ ազատեց բանակից Արշակի տղուն, ազատեց բանակից Վանեցյանի տղուն, ազատեց բանակից Գագոյից տղուն, ու տենց ազատեց ու ազատեց, ազատեց ու ազատեց եւ այլը, էսի այդ հաճելի անձնավորությունն է Արթուր Դավթյան։ Ես չգիտեմ ով է լինելու կամ ավելի շուտ կարող է շուտով իմանամ ով է լինելու գլխավոր դատախազը, ապագա, բայց եթե ապագա գլխավոր դատախազը խելացի դատախազ լինի, պիտի որ ձերբազատվի նմանատիպ կադրերից, որովհետև այս մարդկանց ծնողները հանցագործներ են, բառից ամենաբուն իմաստով։ Եվ հետաքրքիրը նա է, որ Սասնա ծռերին հաց բերողի մահվան հարցը, այս էլ արդեն որորդ անգամ բարձրաձայնում եմ ես։ Եվ Սասնա ծռերը հետևողական չեղան մինչև օրս, որ տենց Նիկոլեին աջակցում, ինչ են անում եւ այլը, ասեն շատ ներողություն, Արփինեին, Արթուր Դավթյանին, կամ մյուսներին, ինչի՞ չեք ենթարկում պարոն Փաշինյան քրեական պատասխանատվության։ Ինգեր Սասնա ծռեր, այդ մարդը ձեր համար մեռավ։ Այդ մարդը ձեզ հաց բերելու համար մեռավ։ Բա դուք այդպես էլ հետևողական չեղաք, որ հաց բերողին սպանողները պատժվեն։ Ես հիշում եմ, ես 2, 3, 4 տարի անընդմեջ մեջ ես մերթդ մեջ այս թեման բարձրաձայնում եմ, հաց բերողի թեման, որտեղ ասում եմ, ես լացել եմ 15-20 րոպե այս մարդու մահվան հետ կապված եւ աշխատում եմ այլևս դա չտեսնեի։ Բայց ես չտեսա մեկ հետևողական քայլ Սասնա ծռերի կողմից, Ժիրայր Սեֆիլյանի, որը որ ասում եմ մենք Նիկոլի թիկունքում ենք կանգնած, աջակցում ենք Նիկոլին։ Ասենք իր Նիկոլ, հաց բերողի հարցով վերջ մեկը պիտի դատվի թե ոչ։ Հա։ Արփիկը պիտի դատվի թե Արփիկն ասում է ես չեմ եղավոր, դատախազը նա չի թողել։ Արփիկ, համաձայն եմ։ Դատախազը չի թողել, բայց ով էր։ Արդարադատության նախարար։ Վերցներ այդ մարդուն խցից տեղափոխեիր Ցեբեում պահեիր, վերցներ քո ուղեգրով զանգեր քրակատարողական վարության պետին, ասեիր ծլիկս դնեմ բենիտ, Օսիկյան բոզի տաղա, ղլգի քաղաքացիական հիվանդանոց, այդ խոմ դու կարայիր, այդ խոմ քո կոմպիտենցիայի մեջ էր, համարով ծծերդ առաջ տված վերևի սարոշկի կոճակը քանդած, Կարեն Կարապետյան, Տիգրան Կարապետյան եւ այլն կառավարության մոտ ֆունդամենտը ժխշելով հլմիշնում էիր։ Հայրենասիրությունից ես խոսում։ Ղրգի քաղաքացիական հիվանդանոց, ասել, այս մարդու դլիկիս ծերին Կոստանյանը կամ Արթուր Դավթյանը թողա։ Մարդու հիվանդությունը անհամատեղելի է, գասիկի նման, ոչ վարքյանական թողիկ։ Մարդասպանին Դեկալեի կուղարկեիք բան, քաղաքացիական հիվանդանոց, Կուշկյանի մոտ, թո դե պարքեր։ Բայց դուք չարեցիք, դու ասիք չէ, պիտի մենա կամերում, սովամանլի մեռնի։ Ինչ դեղեր եք տվել, ինչեր եք արել, շաքարը ցածր ա եղել, ավելի եք ցածրացրել, շաքարը բարձր ա եղել, ավելի եք բարձրացրել։ Այդ ձև, խոմ չի նշանակում վարիտալ, նշանակում ապաման թույն բերել կաթացնել, բնականաբար։ Դեղորայքային պերեդոզ հորմոններով մարդուն հացրեցիք նրան, որ այդ մարդը մեռավ։ Եվ այս չլսա պահանջատիրական հայց Սասնա ծռերի կողմից, են Վարուժան, Մարուժան եւ այլն, ձեզ հաց էր բերել այս մարդը։ Են որ ասում են Սասնա ծռեր եւ այլն, բայց Սասնա ծռերի ձեն տնվողներին ուզում հարց տան։ Ձեր Սասնա ծռերին հաց բերողը, որ մեռավ, 5 տարի անց է, ինչի հետևողական չեղան
չեն լինում, լավ տենց ասեմ 5 տարվա մեջ, Արփիկին, Արթուր Թավսյանին, չգիտեմ, Կոստանյան, Մոստանյան եւ այլն, ովքեր Օսիկյանին, այդ բոզի տաղուն քերական պատասխանատվության ենթարկելու համար։ Հարգելի Սասնա ծռեր։ Դնում եք, որ թակը սրանց տակն է։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, ես Գագիկ Հարությունյանին ասել եմ, զգուշացրել եմ, զգուշացնում էի Արշակ Հակոբյանի տղում բանակից ազատման խնդրին ով մոտիկացավ մոլմշ ասել եմ այսքանից հետո Գագիկ Հարությունյանը ազատեց Արշակի տղում պարտադիր զինվորը ասում է 3 անգամ ուղարկել ենք փորձաքննության պարոն Աբազյան ընդունեք հաղորդագրություն Արշակ Հակոբյանի որդու ԿՏ-ի MRT-ի պատասխանները իրենը չեն այդ ում որ ընտեն նկարը ատվետը կա ուղեղիկի ստայով այդ ինքը չի ես անգամ բացատրում եմ ասում եմ լսի բացատրում եմ նույնը իրավապահ մարմնի ներկայացուցիչներին եթե դուք վերցնում եք մի բոզի տղու մի հատ քնիչ խփում եք վրեն վեկալում խրկում ես 10 տեղ կատեի դա չի նշանակում քնիչի ներկայությամբ արին պրծան վերջ դիագնոզը հաստատա բասմա ոնց պիտի անեինք Ղուկասյան ասում եմ վերցրիք հետազոտվողին Արշակի տղա կլնի Գագոյի տղա կլնի Վանեցյանի տղա կլնի որ սաղին մոտ այդ նույն դիագնոզն է վերցրեցինք գնում ենք հիվանդանոց քնիչի հետ քնիչն է երկու հատ օպերատիվ աշխատող մցրին կատե արին MRT կատե օքեյ դիսկը տեղում պահանջում է քնիչը ասում է մի օրինակը դու ինձ մի օրինակը վեկալում ձեռը ասում է այն ինչ որ մնաց ձեր մոտ ասիկան դուբլիկատը ուղարկեք թո ձեր մասնագետը նայի քնիչը դուրս եկավ տեղից գնում է մի հատ X գախնի լրի հիվանդանոց գտնում է ներովիրաբույժ այդ դիսկը դեմա տալի ասում է որպես մասնագետ ես ձեզներ եմ գրավում խնդրում եմ գրավոր հիմա այս դրեք այս դիսկը նայեք եւ ասեք դուք այստեղ ինչ եք տեսնում նստում է ներովիրաբույժը նայում է կուլիկ պատկերները մեծանում են փոքրանում եւ այլն ասում է հա կա կամ չկա գնում է դիագնոզ беременность головного мозга отсутствует Эти քնիչը վեկանում պահում մոտը գնում կաբինետը սուս նստում մի քանի մասնագետների հետ հրալուց հետո Գագիկ Հարությունյանի հիմնարկից պատասխանը եկավ որ Արշակի տղու կամ Վանեցյանի կամ Գագոյի տղու ուղեղի մեջ ուռուցքա կիստայա ասում է արի Գագիկ Հարությունյան արի լա քո մասնագետներով ներովիրաբույժներով հանդերձ բերեմ նստացնեմ բացում այդ ներովիրաբույժի թղթերը հաթաթ նամա դեմը 1 2 3 մեկը Երևանի մեկը Աստրիկ մեկը Վարդենիսի չգիտեմ որ հիվանդանոց կանտրեմ ներովիրաբույժների տված կարծիքը էս էլ իմ դիսկը դուք այդտեղ ինչ եք տեսել որ այս 3 մասնագետները չեն տեսել բերեք այդ ձեր դիսկը մի հատ որտեղ որ դուք ուռուսկը տեսել եք վերցնում այդ դիսկը եւ այդ երկու դիսկը դնում նայում են տենում անդե ուրիշ պատկեր է ուրիշ մարդ է ստե ուրիշ մարդ է այդ ասում են Գագիկ Հարությունյան դուք ձերբակալված եք եւ մնացած փորձագետները եւս բացատրում եմ ասում հա ճիշտ է սա բայց որ քնիչի չարը եսի չադեմ ասում իրոպի դու քնիչին պարտավորեցրել եք որ տղա ջան վերցրու պատասխանը վեկալ մի թող դրանց մոտ ու թող դուրս արի որ վсё էլավ Արշակի տղու մցրին հանին վերջ ուրեմն անդե բժիշկը նստելու է գրի ոչ Ո՞ւր գնաց հոպարը գնացեմ մուծվել է այս բժիշկին նույնությամբ գրել է նույնը ուրիշ մարդու կատեն գրելով դրամեն վրա ազատվում են դա պարոն Աբազյան սակայն ուղիղ ընդունել որպես հաղորդում հացագործության մասին բուժ հանձնաժողովի վրա վերցնում եք Արշակի տղուն Վանեցյանի տղուն Գագոյի տղուն Գագոյի տղուն ուզում եք վեկալ եք, ուզում եք մի վեկալ եք։ Ես գիտեմ, դուք այդ արդեն ախպերություն եք։ Արշակի տղուն գլխանց վերցնում եք, օպերերին դնում ես հետը, տանում ես քնիչով հանդերձ կատեի։
դիսկը տեղում վերցնում ես, ասում ես դեմա ում որ ուղարկում եք ուղարկեք մնացածը։ Ու տանում ես մի քանի հիվանդանոց, top secret, չես էլ ասում ում նա, ասում ես մի հատ որպես մասնակետ գրի։ Էսի չամարի դիսկը, էսի չամարի բանը դες տեսա։ Կա կիստա թե ոչ։ Եթե դուք ուզում եք իրոք այդ լոգալան, այդ կաշառակերների այդ կոռուպցիայի այդ ղախպեքի լոգալան քանդեք։ Այդ դատաբժշկական բանի կենտրոնը։ Կեղծիկի հետևից։ Դրա համար էլ չունևորները եղեք գնամ զոթում են MCS-ի բրոնեժիլետներով ունևորները մնում են, որովհետև սա կամ ռակ են, կամ կիստա են, կամ չգիտեմ, խռները չի կայնում։ Մակարովի կրակած պատրոն։ Այսպիսին է վիճակը, հարգելի ժողովուրդ։ Եվ ինչի որ դուք ընտրել եք մեկն էլ ասում է, ես չգիտեի որ դուք մասնակցում եք ընտրություններին, ասում եմ, ինչի չգիտեիք։ Ասում դուք ծրագիր ներկայացրել եք, որ մենք ձեզ ձայն տանք, ասում եմ Նիկոլը ներկայացրել էր։ Իմ ծրագիրը մեկն է դատել, բռնականձել, գյուլել։ Այդ է իմ ծրագիրը։ Մնացածը թողերի արդեն բակուսակցությունը։ Իհարկե ինչ որ մի բաներ համաձայնեցնելով իմ հետ։ Ես չգիտեմ կանեն թե չեն անի, բայց ես հուսամ որ կանեն։ Եթե պարոն Աբազյանի համար շատ թանկ է իր հնարքի հեղինակությունը եւ Անդոյի համար։ Արդյոք դարձանը գնամա։ Այսօր եկուցա։ Կաբինետն է ազատելու է չամադանը խփի։ Դոշին աղան Հովսեփյանման դուրը փաչի գնա։ Այդ հինակությունից ծոփելը դուրը փաչեմ։ Ինչ է թմո։ Ինչ ասեմ Արթուրին։ Բարի ճանապարհ։ Եվ վերջում խնդրած կլինեմ հարգելի ժողովուրդ մտեք իմ Telegram կանալ, այնտեղ տեղադրված է մեկ հայտարարություն, որ Facebook-յան այս եւ այս էջերը fake էջեր են։ Ես խնդրում եմ որ spam ուղարկեք այդ էջերի վրա, տվյալ էջերը բլոկավորելու հետ կապված, որովհետեւ մի քանի էջեր կան, որոնք որի մեջ ոչ մի առողջություն ալևս չունեն։ Այսօր այսքանը, շնորհակալություն։